ամսի 5-ի 6-ի տեղացած կարկուտից հետո հանձնաժողով ստեղծվել համայնքի ղեկավարի գլխավորությամբ եւ հանձնարարականով հետո գյուղում ենք ձևավորել հանձնաժողով, շրջել ենք ամբողջ այգիները վնասի չափը հասկանալու համար, այս պահին էլ շարունակվում է մարդկանց բնակիչների իրենց ազնագրերով, վկայականներով բոլորին հրավիրել են գյուղապետարան, որպեսզի արձանագրենք եւ ուղարկենք կառավարություն։ Վնասի չափը դեռ պարզ չէ։ Ուրեմն նայեք, հատված ունենք մոտ 80% վնասված է, հատված ունենք մի 30% վնասված, տարբեր է։ Կառավարությունից ինչ են ասել ձեզ։ Կառավարությունից կոնկրետ այցելել է էկոնոմիկայի նախարարը, պարոն Պապիկյանը, անձամբ բնակիչների հետ է հանդիպել, նույնիսկ այգիներում է շրջել։ Դրանից հետո ասեց պետք է հասկանանք միա ծավալներն ինչքան է, փոխհատուցման մասով կասեմ մնացած արդեն։ Տեսեք, նաև գյուղացիների հետ մենք որ զրուցեցինք, նրանցից շատերը մեծ հիմնական մասը նշեցին, որ հույս չունեն, որ փոխհատուցում լինելու է։ Դուք ինչպես եք սա մեկնաբանում եւ ինչի հետ է սա կապված։ Նայեք, որովհետեւ տարիներ շարունակ ընդհանրապես գյուղացուն ինչ եղել է, ոչ մեկ չի եկել կայնել կողքներին, նույնիսկ մարդ չի այցելեր։ Հիմա գյուղացիները մի քիչ վրդոված են, կարա եւ դրանից է լինի, բայց կոնկրետ այս դեպքի հետ կապված հենց նախարարից սկսած բոլորը եկել են, աջակցություն են հայտնել, մնացածը պետքա որոշեն իրանք ասեն, մեր որոշելուն չի, բայց պետքա փաստ արձանագրենք, որ կոնկրետ երեկվա հետ կապվածը բնական աղետ էր, նմանատիպ բան ոչ մեկ չի հիշում բնակիչներից, որ եղած լինի, կարկուտը նույնպես այդ չափսի կարկուտ 80 թվականն են ասում վերջի անգամ որ տեսել են։ Ձեր համագյուղացիները նշել են, որ ձեզ էլ մեծ վնաս է հասվել, կնշեք ինչ է եղել, ինչ վնասներ է եղել։ Իհարկե, կարկուտից էլ եմ դուժել, այգիներ ունեմ, Ծիրանենու, երեկվա հեղումի ժամանակ էլ Պարիսն է քանդվել, երևի արձանագրել եք, տեսել եք բնակիչներ կարող ասած լինեն, այդպես։ Մնացածը մենք այս կարկուտի արձանագրումը վերջացնելուց հետո անցնելու ենք արդեն այս հեղեղումի արձանագրելու։ Սելյավներից տուժածներին էլ փոխհատուցում հասնելու է, որովհետև զրուցակիցներից նշեցին, որ փոխհատուցում տրամադրվելու է միայն նրանց, ովքեր կարկուտից են տուժվել։ Հեղեղումը 3 այլ է, ժողովուրդը իրանց կարծիքը ամեն մեկը մի ձև կարա հայտնի, բայց պետք է քննարկեն, հասկանան, մենք էլ մեզանից հասնում է արձանագրելը, ներկայացնելը։ Մենք այդ ամեն ինչը կանենք, որոշողը մնացած արդեն կառավարությունը կասի։